Բարև ձեզ, այսօր իմ հրավերն ընդունել է եւ Արցախյան հակամարտության բանակցային կարգավորման թեմային կանդրադառնա Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Բարև ձեզ, պարոն նախագահ։ Բարև։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու եւ այս հնարավորության համար։ Մենք քիչ առաջ ձեզ հետ միասին դիտում ենք ձեր նախագահության 10 տարիների ընթացքում բանակցային գործընթացի հիմնական առանձնահատկությունների մասին պատմող կարճ տեսահոլովակը ներկայացվեց բարձր մակարդակով նախագահների, արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումների ժամանակագրությունը, հիմնական հանգրվանները եւ հիմնական բանակցված փաստաթղթերը։ Այդ մասին տեղեկատվությունը ժամանակին հասանելի է եղել եւ ձեր կողմից եւ անհրաժեշտության դեպքում նաեւ համանախագահներն են խոսել։ Օրեր առաջ հանրապետության վարչապետն ասաց, որ չկա մի այնպիսի տեղեկատվություն Արցախյան կարգավորման թեմայով, որին դուք տիրապետում եք ինքը ոչ, եւ ամբողջական տեղեկատվությունը գտնվում է իր սեղանին 2018 թվականից սկսած։ Մյուս կողմից ձեր նախագահության 10 տարիների ընթացքում ձեր բանակցածի եւ ձեր իբրև ժառանգություն թողած բանակցային օրակարգի մասին պնդումները ձեր եւ գործող վարչապետի կողմից տրամագծորեն իրար հակասում են։ Ինչպես կարող է այդպես լինել։ Դեք կարելի է արժանապատվությունից ցածր համարել եւ չանդրադառնալ վերջին 1.5 ամսվա ընթացքում հնչած ելույթներին եւ հարցազրույցներին, որոնք լի էին բացարձակ ստերով, կեղծիքներով, անճշտություններով եւ մանիպուլյացիաներով։ Բայց կա երկու հանգամանք, որ ինձ պարտադրեցին ընդունել ձեր հրավերը, եւ այդ հանգամանքներից առաջինը այն է, որ այդ մեծամիտ արտահայտությունը, որը լսեցինք մենք բոլորս, որ իբր նա տիրապետում է բանակցային գործընթացին վերաբերող ամբողջական ինֆորմացիային եւ բանակցային պրոցեսին, ուղղակի բացահայտ սուտ է։ Սուտ է այն պատճառով, որովհետև անհնար է ընթերցել փաստաթղթերը եւ ամբողջապես տեղյակ լինել բանակցային գործընթացի մասին։ Փաստաթուղթ ընթերցելով դա անհնար է։ Ուղղակի նաեւ ասեմ, որ նույնիսկ ես չեմ կարող ասել, որ ես ամբողջովին տիրապետում եմ բոլոր մանրամասներին, որտեղ բացի նրանից, որ ես էի բանակցում, բայց կար նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, ով նախապատրաստում էր այդ բանակցությունները, վարում էր նախնական բանակցություններ։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Հարց է առաջանում, բա մենք երբ որ եկանք իշխանության, ինչպես պատահեց, որ մենք սկսեցինք հենց այն գլխից մեր կարծիքով ճիշտ ճանապարհով գնալ, որովհետև մենք, ոչ միայն ես, այլ նաև Էդվարդ Նալբանդյանը, ոչ թե ժամերով, ոչ թե օրերով, այլ ամիսներով ու տարիներով քննարկում էինք այդ հարցերը այն մարդկանց հետ, ովքեր քաջատեղյակ էին նախկին բոլոր փուլերին։ Կա այլ նկատառում ևս, եթե այդպես ասեմ, մեծամտորեն հայտարարում են, որ տիրապետում են ամբողջական ինֆորմացիային։ Բայց ինչպես եղավ, որ 19 թվականին ընկան թակարդ, երբ որ իրենց առաջարկեցին նոր, այսպես ասեմ, փաստաթուղթ, եւ իրենք ընդունեցին այդ փաստաթուղթը որպես բանակցությունների համար հիմք եւ մի ամբողջ տարի հայ հասարակությանը եւ ոչ միայն հայ հասարակությանը խափում էին, ասելով հանդերձ, որ չկա բանակցային process։ Մինչև Լավրովը գաղտնազերծեց այդ ամենը։ Այո, բայց մինչ Լավրովի գաղտնազերծելը մենք տագնապ էինք հնչեցնում, ասում էինք, որ ընթանում են բանակցություններ, որ կան նոր առաջարկություններ, որովհետև եթե չլինեին այդպիսիք, ապա արտգործնախարարը ժամերով ինչ էր խոսում իր գործընկերոջ հետ, Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Ի վերջո հայտարարվեցին չէ ամբողջ աշխարհով մեկ,
Երբ որ այո, արտգործնախարար Լավրովը բացահայտեց այդ process-ը։ Պարոն նախագահ, ճիշտ է, փաստաթղթերը ի վերջո վերջնարդյունքն են, այսինքն կողմերը երկար բանակցում են, որից հետո համաձայնում են կետ առ կետ շարադրել փոխզիջումային տարբերակը։ Եվ այո, այդ առումով նախկինում բանակցված փաստաթղթերի ընթացքին դժվար է տիրապետել, բայց արդյունքը աչքի առջև է։ Երբ դուք ասում եք, որ փաստաթուղթ կարդալով հնարավոր չէ տիրապետել բանակցային իրականությանը, ձեզ շատ հանգիստ կարող են մեղադրել եւ մեղադրում են բանավոր պայմանավորվածությունների մեջ։ Վարչապետը իր վերջին Facebook-յան ասուլիսում ասում է, որ խոստումներ եք տվել անձամբ դուք, որ 2018-19 թվականներին արդեն այդ խոստումները կյանքի կոչելու ժամանակն էր, որոնք արձանագրված չեն որևէ փաստաթղթում։ Դավիթ, ես պետք է ձեզ փորձեմ ուղղել եւ ասել, որ նա ուղղակի դրա մասին չի հայտարարել։ Իր ոճին համապատասխան դա այդպիսի ակնարկ արել, որից ամեն վարքյան կարող է հրաժարվել։ Ես կարող եմ ասել հետեւյալը, որ բացարձակապես որևէ խոստում բանավոր չի եղել եւ դա մեր գործելավոճը չի բանավոր պայմանավորվածությունների համաձայն ինչ որ բաներ զիջել եւ այլն, լինի դա էական եւ ոչ էական, բայց թույլ տվեք ես շարունակեմ առաջին հանգամանքի մասին խոսել եւ ասել, որ երբ որ ես լսում էի այդ հարցազրույցում Արցախի խնդրի հետ կապված հատվածները, ես ուղղակի ապշահար էի եղել, որտեղ հնչում էին, այսպես ասած, փաստարկներ, իհարկե ճակերտներում, որոնք ես լսել եմ 8 թվականին, 9 թվականին, 10 թվականին Ադրբեջանի նախագահի կողմից։ Եվ ինձ մի պահ թվում էր, անկեղծորեն եմ ասում, ինձ մի պահ թվում էր, թե խոսողը ոչ թե Հայաստանի կառավարիչն է, այլ Ադրբեջանի նախագահը։ Եվ ցավ էի ապրում, որովհետև այլևս ինքը չի կարողանալու օգտագործել այն օբյեկտիվ փաստարկները, որ հնարավորություն են տալիս մեզ եւ լավ հնարավորություն են տալիս մեզ հասնելու Արցախի կարգավիճակին, որովհետեւ վաղը, եթե ինքը փորձի այդ փաստարկները բերել, հիշեցնելու են նախկին ելույթները։ Այո, հիշեցնելու են իր իսկ ասած խոսքերը։ Պարոն նախագահ, ես ենթադրում եմ դուք ինչ փաստարկների մասին եք խոսում եւ դրանք խմբավորել եմ, խնդրեմ հակիրճ անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին։ Ամենաշատը խնդրում եմ թույլ տաք նաեւ երկրորդ հանգամանքին խոսել։ Երկրորդ հանգամանքը այն է, որ իմ դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի որոշ քաղաքական ուժերի եւ շատ մտածող մարդկանց մոտ հիասթափություն է տիրում։ Հուսախաբության մթնոլորտ կա եւ սրանց պնդումները, սրանց ես նկատի ունեմ եւ գործող իշխանությունների եւ Ադրբեջանի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, ինչ որ կերպ ազդել է այդ մարդկանց վրա։ Ես եկել եմ, որպեսզի նորից հայտարարեմ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Եվ դրա համար, չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, կան դեռևս հնարավորություններ։ Դուք մշտապես հայտարարել եք, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, կուսակցական վերջին համագումարում ասացիք, որ Արցախը միշտ լինելու է հայկական, եւ իշխող ուժը փորձեց խոսքային տարբերություն որսալ ձեր այդ ասացի մեջ։ Բայց դրա տարբերությունը ո՞րն է։ Այսինքն ինչ է նշանակում զուտ հայկական։ Կարող եք Ադրբեջանի կազմում չի կարող լինել հայկական Արցախ։ Իհարկե ոչ։ Եվ միգուցե մի քիչ առաջ եմ ընկնում պատասխանելով ձեր չհնչեցրած հարցերին, այդ թվում նաև այսպես կոչված փաստարկներին, որ բայ եթե այնտեղ ընտրություններ լինեին, ադրբեջանցիները էլ կընտրվեին։ Հետո մենք ինչա ֆաշիստ ենք, մենք ռասիստ ենք, որ ասենք Ղարաբաղի, Արցախի խորհրդարանը դի բաղկացած լինի զուտ հայերից, եթե զուտ հայերից չի բաղկացած, այդ նշանակում է, որ հայկական չի, այսօր Հայաստանի ազգային ժողովում զուտ հայերն են ընտրված որպես պատգամավոր։ Ազգային փոքրամասնություններ ունենք։ Այսինքն ինչի մասին է խոսքը։
Եթե սա մանիպուլյացիա է, ապա չհաջողված մանիպուլյացիա է։ Եթե սա, ինչ ասեմ, գիտելիքի խնդիր է, ապա զավեշտական է։ Եվ իմ ասածը նաև իհարկե մեսեջ է միջազգային հանրությանը, որովհետև նույն համանախագահները նույնիսկ կործանարար պատերազմից հետո էլի խոսում էին հիմնարար սկզբունքների մասին։ Բայց շատ վաղուց չեն խոսել արդեն։ Բայց շատ վաղուց չեն խոսել, որովհետև դրա մասին խոսող չկա։ Դուք լսել եք Հայաստանի պաշտոնատար անձերից շատ հստակ պատասխան, ինչ է լինելու վերջապես Ղարաբաղի խնդիրը։ Նրանք ամենաշատը, որ անում են, հողում են կատարում իրենց դեռևս պատերազմից առաջ, թե պատերազմից հետո նույնիսկ իրենց կառավարության ծրագրին։ Ինչու ամաչում են, վախենում են, թե իրենց ասած բանավոր պայմանավորվածություններ կա, որոնք խոչընդոտում են այսպիսի արտահայտություններին։ Պարոն նախագահ, մի քանի փաստարկ, որ հնչեցվեց Facebook-յան վերջին մի քանի ասուլիսների ընթացքում վարչապետի կողմից պնդում, որոնց խնդրեի արձագանքեիք։ Նախ վարչապետը մի քանի անգամ խոսել է 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում արմատական բեկման մասին, այն անվանել է աղետ, հնարավոր տարբեր առիթներով այն անվանել է աղետ, այնինչ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմից հետո, եւ մեջբերում եմ, պնդում է, որ այդ ժամանակ Ղարաբաղը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական եւ տեսական բոլոր հնարավորությունները։ Ես ուզում եմ միարժեքորեն ձեզնից ճշտել, պատերազմը հնարավորինս շուտ 4 օրում դադարեցնելու կամ դրանից հետո տեղի ունեցած քննարկումներում երկկողմ կամ համանախագահության ձևաչափով համանախագահների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կամ վերջնական կարգավիճակի շուրջ հայկական կողմին որևէ զիջում պարտադրվել է եւ հայկական կողմը գնացել է որևէ զիջման սակարկել է այդ հարցի շուրջ։ Վարչապետը պնդում է, որ այո, 16 թվականին է հենց հայկական կողմից նահանջ եղել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Իհարկե, բացարձակապես որևէ ճնշում կամ որևէ զիջում, որևէ բանավոր կամ գրավոր պայմանավորվածություն չի եղել։ Չի եղել։ Եվ ես դրա մասին խոսել եմ։ Երբ որ խոսում էի ապրիլյան պատերազմի մասին եւ խոսում էի, որ քննիչ հանձնաժողով կար եւ այլն, ես շատ բացահայտ ասել եմ, որ պատերազմի դադարեցման մասին ձեռք է բերվել ընդամենը պայմանավորվածություն, բանավոր։ Եվ նրանք պնդում էին, որ միգուցե ինչ-որ գրավոր փաստաթուղթ կա, ինչ-որ զիջում կա եւ այլն։ Նոր հրադադարի պայմանագիր էին առաջարկում, ինչին դուք դեմ եք եղել։ Բացարձակապես մենք որևէ նոր փաստաթղթի կամ ինչ-որ բանավոր պայմանավորվածության չեն գնացել եւ դա հաստատեցին համանախագահները, երբ որ հայտարարեցին հրապարակավ, որ որևէ նոր փաստաթուղթ չկա եւ ուժի մեջ է մտնում 94 թվականին կնքված եռակողմ պայմանագիրը։ Պատերազմը դադարեցնելու գինը չի եղել սկզբունքներից որևէ մեկից հրաժարումը կամ տարերից որևէ մեկը չի եղել։ Բացարձակապես։ Ուրեմն ինչ վերաբերում է 16 թվականի փաստաթղթին, եթե նկատել եք, նա այդ արանքներում խոսում էր ինչ-որ նամակների մասին եւ այլն, ու չէր ասում 16 թվականին համանախագահների կողմից այդ ինչ առաջարկություններ են եղել, երբ են եղել այդ առաջարկությունները եւ այլն։ Այո, 16 թվականին, ապրիլյան պատերազմից հետո մենք ստացել ենք համանախագահների կողմից առաջարկություններ։ Եվ այդ առաջարկությունները որևէ կերպ չէին խախտում այն կարմիր գծերը, որ մենք մշտապես ունեցել ենք։ Այդ կարմիր գծերը նորից հիշեցնեմ։ Դա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցն էր։ Երկրորդ, ուրեմն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային սահմանի արկայություններ, երրորդ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ճանաչումներ միջազգային հանրության կողմից որպես լեգիտիմ ընտրված մարդիկ եւ այսպես բազմաթիվ, որ կոչվում էր միջանկյալ կարգավիճակ, միտեղ կոչվում էր ժամանակավոր կարգավիճակ,
միտեղ կոչվում էր ճանաչված կարգավիճակ եւ չորրորդը, որ բխում է, այսպես ասեմ, կամ իմի է բերում այս երեք կետերը, դա անվտանգության երաշխիքներն էին, որովհետեւ մեր կարծիքով անվտանգության ամենակարևոր երաշխիքը դա անկախությունն է։ Դա քո հնարավորությունն է օրինական կերպով ազդելու բոլոր գործընթացների վրա, լինեն դրանք անվտանգային կամ այլն եւ այլն եւ այլն։ Այդ 4 տարերից որևէ մեկի հետ կապված բացարձակապես որևէ վերապահում չի եղել։ Ավելացվել է նաև մշտադիտարկման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։ Ոչ, այդտեղ մի քիչ այլ կերպ է դա ձևակերպված, որտեղ մշտադիտարկման անհրաժեշտություն այլևս չէր լինի, որովհետև պետք է գային խաղաղապահ ուժեր եւ կանգնեին երկու հակամարտող կողմերի մեջտեղ։ Ես նկատի ունեի մինչև լուծման գնալը, պարոն նախագահ, մինչև լուծման գնալը դրվում է նման պարտավորություն կողմերի վրա, որ մշտադիտարկման մեխանիզմները պիտի։ Դա եղել է ուրեմն 16 թվականին Վեննայում եւ Սանկտ Պետերբուրգում հայտարարության տեսքով, որ իհարկե հայկական կողմի համար շատ շահավետ էր, բայց դրանք խնդրի լուծման այսպես տարբերակներ չէին։ Դրանք տարբերակներ էին, տարբերակներ դա կոնկրետ, որոնք պիտի բացառեին կոնֆլիկտները։ Մինչև լուծման հասնելը։ Մինչև լուծման հասնելը։ Ուրեմն ինչ վերաբերում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որ զարմանալիորեն աղետ է անվանվում, դե ասեմ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձև միշտ էլ ակնկալվել է։ Եթե որևէ մեկը ով ուզում է այս թեմայով խոսել, հանգամանորեն ծանոթանա Կազանյան փաստաթղթի հետ, բակ տեսնի, որ այդ փաստաթուղթը, այդ հռչակագիրը, եթե ընդունեինք, պետք է անպայման հաստատվեր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, որովհետև այնտեղ կան հանգամանքներ, որոնք վերապահված են ՄԱԿ-ին, եւ ԵԱՀԿ-ն առավել եւս Մինսկի խումբը չէր կարող այդպիսի որոշումներ ընդունել։ Այսինքն մինչև ապրիլյան պատերազմն էլ է խոսվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի մասին։ Բոլոր փաստաթղթերում այդ միտքը կար, այդ գաղափարը կար։ Փաստաթղթերից որևէ մեկում գրված չէր, որ անպայման սա պետք է ուղարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։ Ինչի համար եմ ասում ես դա։ Որովհետև 16 թվականին մեզ առաջարկվել է 3 տարբեր փաստաթղթերից բաղկացած փաստաթղթերի տրցակ։ Դա մեկը, սրա մասին էլ եմ խոսում, մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետք է լիներ հռչակագիր, երկրորդը պետք է լիներ հայտարարություն համանախագահ երկրների արտգործնախարարների կողմից, որտեղ կլինեն նաեւ որոշակի տարեր, որոնք Ադրբեջանի համար ընդունելի չէին եւ Ադրբեջանի նախագահը չէր ուզում, որ դրանք լինեն հայտարարության մեջ, եւ երրորդ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ, որը ամբողջականացնում էր այս երկու փաստաթղթերը, միահյուսում էր այս երկու փաստաթղթերը եւ նաեւ իր կողմից ավելացնում էր որոշակի հանգամանքներ։ Հիմա տեսեք, պարոն նախագահ, վարչապետի ասածը ճիշտ հակառակն է։ Ինքը ասում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին հարցը պատվիրակվել է ապրիլյան պատերազմից հետո եւ կապում է այդ աղետի հետ 2016 թվականին ավելին։ Հիշեցնում է 93 թվականին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերը, որոնցում ոչ հայանպաստ ձևակերպումներ կային, եւ հարցադրում է անում, ասում է լղիմ տարածքի Ադրբեջանի պատկանելիությունը ֆիքսելու մասին կարող է լինել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նոր բանաձևը։ Հենց ձեր ասածը հաստատում է այն փաստը, որ այս մարդը լավ չի գլուխանում բանակցային գործընթացից եւ չի տիրապետում բանակցային գործընթացի ոչ թե մանրամասներին, այլ էությանը։ Նախ ինչ կապ ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 93 թվականի բանաձևը։ Դա բոլորովին այլ խնդրի էր վերաբերում։
93 թվականին ընդունված այդ բանաձևերը վերաբերում են ռազմական գործողությունները դադարեցնելուն։ Դա ոչ կարգավիճակի հարցեր որոշում եւ ուրիշ ոչ մի բան։ Ինչ վերաբերում է նրան, որ այդ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը չէր կայանա, ապա հարց է առաջանում։ Իսկ ինչ փաստարկներ համադրելով ինքը գալիս է այդպիսի եզրակացության։ Նախադեպերը 93 թվականի 4 նախադեպ։ Բայց ես ասում եմ, որ դա կապ չունի սրա հետ։ Ինքը դրանք է հիշատակում։ Բայց սրա հետ կապ չունի։ Իսկ ես ասում եմ, որ անպայման կլիներ անվտանգության խորհրդի այդ բանաձևը, ելնելով այն հանգամանքից, որ անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3-ը Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան առաջարկում էին այդ նախագծը։ Այսինքն դուք պատկերացնում եք իրավիճակ, երբ որ նորից եմ կրկնում 5 մշտական անդամներից 3-ը ներկայացնեն բանաձև, մյուս երկուսը դեմ քվեարկեն կամ վետո նույնիսկ եթե դեմ քվեարկեն, ինչ էր լինելու։ Նույնիսկ եթե գնային ծայրահեղ միջոցի մշտական անդամներից մեկը վետո դներ, մենք դրանից ինչ էինք կորցնելու։ Չէր կարող, չէ, համանախագահները այդպիսի առաջարկություն անեին, մեկ էլ քննարկումների ժամանակ 180 աստիճանով շրջվեին եւ ուրիշ որոշում կայացնեին։ Այսինքն չկարգավորման պատասխանատու միջազգային հանրությունը կդառնար արդեն, եթե նման բան լիներ։ Չկարգավորման պատասխանատուն, այո, նաեւ այդ թվում ոչ թե միջազգային հանրություն, այլ միջազգային հանրության որևէ անդամ։ Այո։ Բայց այդպիսի բան չէր կարող լինել եւ դա ոչ թե աղետ էր, այլ դա մեզ համար, իհարկե մեր երազած փաստաթուղթը չէր եւ ոչ էլ Կազանյան փաստաթուղթն էր մեր երազածը, բայց մեզ համար ընդունելի փաստաթուղթ էր եւ գործնականում իրականացվելիք փաստաթուղթ էր։ Սա ակնհայտ է։ Կազանյան փաստաթղթի մասին մենք դեռ խոսելու ենք եւ ես որոշ դրվագներ եմ հիշատակելու եւ ձեր նախկինում տված հարցազրույցներից մեկից, որտեղ դուք մանրամասնում եք այդ փաստաթղթի բովանդակությունը եւ վարչապետի մի ասուլիսից, որտեղ նա խոսում է ձեր թողած բանակցային ժառանգության մասին եւ ընթերցում է Կազանյան փաստաթղթի բարբերությունները, բայց մինչ այդ պիտի հիշեցնեմ մեկ այլ դրվագ, պարոն նախագահ։ Դուք վստահաբար հիշում եք, որ մինչեւ պատերազմը վարչապետը շարունակաբար խոսել է մադրիդյան սկզբունքների ընկալումներից հայկական եւ ադրբեջանական կողմում եւ շարունակաբար մատնանշել է ընկալման տարբերությունները, ասելով, որ Ալիևը եւ պաշտոնական Երևանը տրամագծորեն տարբեր կերպ են մեկնաբանում մադրիդյան սկզբունքները։ 2019 թվականի ապրիլի 7-ին Երկրապահ կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարում նա Վիեննայում Ալիևի հետ հանդիպելուց 2 շաբաթ անց խոսում է մադրիդյան սկզբունքների ընկալումներից։ Առաջարկում եմ նախ վերհիշել այդ դրվագը եւ շարունակել մեր զրույցը։ Ինձ համար, որպես բանակցային գործընթացին նոր ներգրավված մարդ, անհրաժեշտ է հստակ պարզաբանում ստանալ, ինչ կարող են նշանակել մադրիդյան սկզբունքները գործնականում, ինչ հնարավոր ելքերի կարող են հանգեցնել այդ սկզբունքների արդյունքում շրջանակներում ընթացող բանակցությունները։ Եվ Վիեննայում ուզում եմ ասել, որ այդ հարցի հստակ պատասխանը չեմ ստացել եւ միայն այն բանից հետո, երբ կստանամ այդ հարցի շատ հստակ պատասխանը, մենք հստակ կհայտարարենք, որքանով են ընդունելի եւ որքանով են անընդունելի այդ սկզբունքները մեզ համար եւ ընդհանրապես ընդունելի են թե ընդունելի չէ։ Ստացվում է առաջին անգամ պաշտոնական Երևանը խոսում է այն մասին, որ մադրիդյան սկզբունքները մեզ համար կարող են նաև անընդունելի լինել եւ կախված նրանից, թե ինչպես է դրանք մեկնաբանում ադրբեջանական կողմը, մենք կդիտարկենք դրանք ընդունելի են թե ոչ։ Պիտի հիշենք նաև առնվազն 2009 թվականից սկսած համանախագահ երկրների նախագահների մի քանի հայտարարությունները, սկսած Լակվիլայից, որտեղ մեզ համար, հանրության համար գաղտնազերծվեցին սկզբունքները եւ տարրերը, այսինքն պաշտոնապես մեզ տեղեկացրին, թե մեր երկրների առաջնորդները ինչի շուրջ են բանակցում։ Սկզբունքները եւ տարրերը մենք գիտենք, պարոն նախագահ, բայց վարչապետն ասում է, որ մեկնաբանությունները խիստ տարբեր են։ Այսինքն մի բան է ասում Երևանը, մի բան է ասում Բաքուն։ Միգուցե դա է եղել պատճառը, որ նա պաշտոնապես ամենաբարձր մակարդակով կասկածի տակ է դրել մադրիդյան սկզբունքների կիրառականությունը առհասարակ։ Միգուցե իրոք արժեր գնալ այդ քայլին եւ ցույց տալ, որ Երևանը չի կարող բանակցել սկզբունքների շուրջ, որոնք Բաքվում տրամագծորեն հակառակ են մեկնաբանում։
Բայց կար մեկը, որ հավատում էր, որ հայկական կողմը եւ ադրբեջանական կողմի կարծիքները պետք է համընկնեն, այսինքն ինքը այդպես էր մտածում, եւ հենց այս ելույթը վկայում է այն մասին, որ գոնե առնվազն մինչ այս ելույթը այս մարդը չէր տիրապետում, չէր հասկանում, թե ինչ է կատարվում, որտեղ բանակցությունների գնում ես ոչ թե այսպես ասեմ, կամ բանակցողից կամ միջնորդներից բացատրություններ պահանջես, այլ բանակցություններից գնում ես քո տեսլականը իրականացնելու։ Ինչ ես դու ուզում այդ բանակցություններից, այդ պետք է ասես։ Եվ ոչ թե պետք է գնաս ասես, ձեզ առաջարկածը էս ինչ է։ Առաջարկածը շատ հստակ է։ Ասում են, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը պետք է կարգավիճակ ստանա, չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այսինքն կներեք դες, չեմ ասում, չի կարող լինել, այդպիսի բան իրանք չեն ասել, բայց դրան ենթադրվում էր, եթե հանրաքվե էր լինելու, ակնհայտ էր, որ որոշումը ինչպիսին պետք է լիներ։ Ասում էր, որ այդ խնդիրը ուժային կերպով չի կարելի լուծել, եւ ասում էր, որ գալու են խաղաղապահներով եւ այլն միջև հասունանակ, միջև հանրաքվե։ Շատ պարզ էր, այլևս ինչ բացատրության կարիք կար, ինչ պետք է բացատրվեր։ Այսինքն ես գնացել եմ Կազան, որպեսզի բացատրություններ պահանջեմ Ալիևից։ Ես գնացել եմ Կազան, որպեսզի համանախագահներին հարցնեմ, ասեմ, вообще ես ինչ է ձեր առաջարկածը։ Ոնց կարելի է այդպիսի մոտեցում ցուցաբերել։ Ոնց է, ես չեմ հասկանում։ Դե հստակություն է ակնկալում։ Մի տեսակ էլ հասկանում եք, ոնց որ մուննաթ է գալիս էլ է համանախագահների վրա։ Պես ինչ եք առաջարկել է, եթե մի բան էլ մեզ ձեռնտու չի, նոր բան առաջարկեք։ Դե նոր բան առաջարկվեց 2019 թվականին։ Ախր ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այո, Կազանում փաստաթուղթ չընդունեցինք։ Այնտեղ պետք էր հռչակագիր լիներ, այսինքն նույնիսկ առանց ստորագրությունների հայտարարվեր, որտեղ հիմնական փաստաթուղթը պետք է լիներ միջպետական պայմանագիրը, այսպես համապարփակ պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ որը ամեն ինչ ներառելու էր։ Դա խաղաղության պայմանագիրն էր լինելու։ Դա Արցախի խնդրի խաղաղ կերպով լուծելու պայմանագիր էր։ Երկու կողմերի միջև կնքված։ Այո, Հայաստանի եւ Ադրբեջանի։ Այո, ընդ որում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչի մասնակցությամբ։ Դա շատ հստակ։ Դա շատ կարևոր հանգամանք է։ Շատ հստակ գրված։ Իսկ որ պահից էր վերականգնվելու Ղարաբաղի ներկայացուցիչի մասնակցությունը։ Հենց պայմանագրի շուրջ բանակցությունները սկսելու։ Հա պիտի մասնակցեր Արցախի։ Անպայման պետք է մասնակցեր։ Սա շատ կարևոր դրվագ է։ Այդ դրվագը բոլոր փաստաթղթերում եղել է։ Այդ թվում նաև այս մարդու կողմից աղետ համարվող փաստաթղթում։ Այդ փաստաթղթերը իհարկե ես հիմա դժվարանում եմ հրապարակել։ Ես երբեք չեմ էլ խոստացել հրապարակել։ Այո, որոշակի ոչ հրապարակային խոսակցություններում ես ասել եմ, որ խոսում եմ, բանակցում եմ համանախագահների հետ թույլատվություն ստանալու ինչ որ չափով հրապարակել։ Իր կողմից հրապարակվել է, պարոն նախագահ, 20 թվականի հունվարին նա Կապանում հրապարակել է այդ փաստաթուղթը։ Ոչ, ինքը հրապարակել է մեկ այլ փաստաթուղթ եւ ոչ թե ինքը Կապանում է հրապարակել, այլ իրենք արտահոսք են տվել կայքերից մեկում, այո, կայքերից մեկում դա տպվել է, ինքը Կապանում դա ընթերցել է։ Դա այդ փաստաթուղթը, ավելի ճիշտ այդ առաջարկությունը ներկայացվել է կողմերին ոչ թե 16 թվականին, այլ 18 թվականի, եթե չեմ սխալվում, հունվարին թե փետրվարին։ Այսինքն նույնիսկ եթե սա խոսում է ինչ-որ աղետի մասին, նույնիսկ, ապա նոր առաջարկություն է եկել։ Խոսքը Կրակովում 18 թվականի հունվարին արտգործնախարարների հանդիպման մասին է։ Այո, խոսքը դրա մասին է։ Ինչի համար իրենք իհարկե կշտամբանք ստացան, որովհետև կոնֆիդենցիալությունը պետք էր պահել։ Այո, դա բանակցող կողմերի պարտավորություններն են։ Եվ հենց այդ է պատճառը, երբ որ ինքը ասում է, դե եթե փաստաթղթեր կա թող հրապարակեն, ես չեմ ուզում, որպեսզի համանախագահները կարծիք փոխեն մեր մասին։ Կշտամբեն մեզ, ասեն ինչու եք դա հրապարակում։ Դե հիմա բանակցողը դուք չեք, պարոն նախագահ, միգուցե եւ այդ գայթակղությունը ձեզ թույլ տա։ Ես բանակցող չեմ, բայց ես եղել եմ բանակցող, չէ։ Ես եղել եմ այդ մարդկանց համար գործընկեր, ընդ որում վստահելի գործընկեր։ Բայց արժե արդյոք հիմա գնալ դրան եւ հրապարակել։
Այո, ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները, բայց առանց իրենց հետ համաձայնեցնելու ես դա կոռեկտ չեմ համարում հրապարակելը։ Եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, ես դա կանեմ, բայց քանի որ ինքը ունի դրա փորձը, ես կառաջարկեի, որ ինքը հրապարակեր։ Դուք չեք գնա այդ մեծ Հատկապես, գայթակղությանը։ որ իմ կողմից ո մեղադրանքներ չի հնչեցվում։ Իր կողմից է չէ մեղադրանքներ հնչեցվում։ Ինքն է պարտավոր ապացուցել եւ ոչ թե ես։ Եթե կա դրա կարիքը, պետք է ցույց տալ։ Մանիպուլյացիաներն էլ կկանխվեին։ Նախ մանիպուլյացիաները չեն կանխվելու, որտեղ այս մարդկանց գործել է ոչ նա մանիպուլյացիաները։ Չեն կանխվելու։ Երկրորդ, իհարկե շատ-շատերին հնարավորություն կտա ցանոթանալ եւ կարծիք կազմել, բայց Մինսկի խումբը չի վերացել, հասկանում ես։ Անկախ նրանից, սա է բանակցում նրանց հետ, վաղը մեկ ուրիշն է բանակցելու, դա այդպես մի երկրորդական կառույց չի։ Մենք գործ ունենք, ուզում եմ հիշեցնել, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ։ Եթե մենք ամբողջովին վստահությունը կորցնենք, ապա դրանից ինչ ենք շահելու։ Եթե մարդիկ կասկածում են, ուրեմն թող հետևեն համանախագահների հայտարարությանը։ Սրանք քանի անգամ փորձեցին սխալ մեկնաբանել համանախագահների առաջարկությունները։ Անմիջապես արձագանքել։ Համանախագահներից մեկը ինքը մի քանի անգամ արձագանքեցին։ Արդյոք դա բավարար չի, որպեսզի կասկածող մարդիկ հասկանան, որն է ճշմարտությունը, իսկ որն է փորձը արդարացնելու սեփական ձախողումները։ Պարոն նախագահ, ամփոփելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թեման, ես դարձյալ պիտի վերահասցեագրելով այս հարցը, վերաձևակերպելով, բայց խնդրեմ դարձյալ բարձաբանում տակ եւ մեկն միշտ փակենք այս թեման։ Տեսեք, վարչապետի հիմնական պնդումներից մեկը այն է, որ մեր բանակցային մեծագույն ձախողումներից մեկը 2016 թվականին եղել է համաձայնելը, որ նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին է տրվում փաստացի մանդատ զբաղվելու այս հարցով կամ համապարփակ կարգավորումը պատվիրակվում է նրան։ Դուք վստահեցնում եք, որ ամբողջապես Հայաստանի շահերից է բխել այդ 3 զուգահեռ ֆորմատներից մեկը դիտարկել իբրև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանից։ Ես ուզում եմ որպեսզի հստակ լինի։ Նախ չէր կարող լինել փաստաթուղթ, որը ամբողջապես բխեր Հայաստանի շահերից։ Հայաստանի շահերից կբխվեր, որ այդ ամբողջ անվտանգության գոտու տարածքները, չգիտեմ, մի բան էլ ավել Հայաստանին լինեին։ Այսինքն այդպես չի կարելի ձևակերպել։ Բնականաբար, բայց ոչ էլ Ադրբեջանը։ Ադրբեջանին բացարձակապես ձևակերպումը հետևյալն է, որ եթե այդ առաջարկությունները կողմերը ընդունեին եւ լիներ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձև, որին նախորդելու էին, ինչպես ասեցի, մեր եւ Ադրբեջանի հռչակագիրը եւ համանախագահների հայտարարությունները, ապա դա մեզ հնարավորություն էր տալու խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, չանցնելով մեզ համար մշտական կարմիր գծերը։ Որտեղ առաջին քայլից մինչև վերջինը պետք է փաթեթային տարբերակով լուծվեր։ Այո։ Եվ ուզում եմ երկրորդ բանն էլ ասել։ Արանքում ասեցի, բայց ուզում եմ շատ հստակացնել։ Թեև Կազանում չի ստորագրվել կամ չի ընդունվել այդ հռչակագիրը, դա վերջին փաստաթուղթն էր, որ կոչվում էր աշխատանքային փաստաթուղթ, իսկ ես ասել եմ հիմա էլ կրկնեմ, աշխատանքային է կոչվում այն փաստաթուղթը, որը կողմերի համար ընդունվում է որպես քննարկման համար հիմք, տևական ժամանակ բանակցվում է եւ հետո կամ ստորագրվում է կամ չի ստորագրվում, գնում է ԵԱԿ դեպոզիտարիա։ Դա եղել է վերջինը։ Սա մի հանգամանք։ Երկրորդ, Կազանյան բանակցություններից հետո, Կազանյան փաստաթղթերից հետո չի եղել որևէ փաստաթուղթ, որևէ առաջարկություն համանախագահների կողմից, որ այս թե այն կերպով հիմնականում պաշտպանված չլինեն բոլոր այն դրույթները, որոնք եղել են Կազանյան փաստաթղթում։ Որտեղ Կազանյան փաստաթուղթը ծնունդ է
մադրիդյան սկզբունքների։ Իհարկե որոշ հարցերում ճշտված, ուղղված եւ այլն եւ այլն։ Չի եղել այդպիսի փաստաթուղթ։ Այդ թվում այդ 3 ուրեմն փաստաթղթերի փաթեթը չի դարձել աշխատանքային փաստաթուղթ եւ չի գնացել ԵԱԿ դեպոզիտարիա, որովհետեւ Ադրբեջանը չի ընդունել դա։ Եվ թեև ես այդպես պաշտպանում եմ, մենք էլ համաձայնություն չենք տվել։ Այսինքն դեմ չենք եղել եւ համաձայնություն չենք տվել։ Եվ ընդհանրապես Կազանից հետո մենք որևէ փաստաթղթի համաձայնություն չենք տվել եւ կարծիք էլ չենք հայտնել։ Մենք ասել ենք հետեւյալը. քանի որ ձեր կողմից հավանության արժանացած Կազանյան փաստաթուղթը մենք պատրաստ էինք ստորագրելու, ապա եթե ինչ որ փոփոխություններ ունեք, խնդրում ենք համաձայնացրեք Ադրբեջանի հետ։ Եթե ադրբեջանցիները համաձայն են ձեր որոշակի փոփոխություններով այդ առաջարկությունները ընդունել որպես հիմք, մենք այն ժամանակ կպատասխանենք։ Այդ համաձայնությունները չեն կայացել։ Այո, բայց ամեն անգամ Ադրբեջանը հրաժարվել է այդ առաջարկությունները ընդունել որպես հիմք։ Շատ լավ, 2018 թվականի հունվարի փաստաթղթի մասին խոսվեց, պարոն նախագահ։ Կրակովում մենք հիշում ենք արտգործնախարարների վերջին թե նախավերջին հանդիպումներ ձեր իշխանավարման օրոք եւ վերջին հանդիպումներ, Դրանից 3 ամիս անց, երբ դուք խորհրդարանում ընտրվում եք վարչապետ, պատգամավորներից մեկի հարցերին պատասխան ասացիք, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, Ադրբեջանի սպասումները անիրատեսական են եւ մեզ համար անընդունելի։ Այդ թեզը գործող իշխանությունը բավական շատ է շրջանառում եւ հիշեցնում են ձեզ, որ ձեր օրոք կամ ձեր իշխանությունը հանձնելու պահին բանակցային գործընթացը եղել է փակուղում կամ լավատեսություն չի ներշնչել։ Այդ դեպքում ինչի շուրջ էին համաձայնել արտգործնախարարները, այսինքն սկզբունքային համաձայնություն 18 թվականի հունվարին եղել է նրանց միջև Կրակովում։ Ես տեսնում եմ, Դավիթ, որ դուք էլ եք ընկել այդ իրենց մանիպուլյացիայի ազդեցության տակ, եւ դուք էլ եք իմ խոսքից մեջբերում, այսպես ասեմ, կարճատված, բայց այդ պատասխանում ես շարունակել եմ խոսել թեմայի մասին։ Սա ամենահայտնի դրվագն է, այդ պատճառով չմեջբերեցի, ես ձեր այդ խոսքը լավ գիտեմ։ Դա ուրեմն էլի մանիպուլյացիա է եւ իրենց գործելավոճն է կոնտեքստից կտրել ինչ որ մի նախադասություն կամ ինչ որ մի բառ եւ դա դարձնել դրոշակ ու փորձել ավելի ճիշտ ոչ թե վարկաբեկել, էլ իրանք ոչ թե վարկաբեկում են նախորդ գործընթացները, այլ իրենք փորձում են իրենց արդարացնել, թե ինչու վերջ ձախողվեցին, հա։ Բայց իմ ասածի իմաստը շատ պարզ է եղել, շատ պարզ, որ ժողովուրդ ամեն վայրկյան, ամեն օր կարելի է սպասել Ադրբեջանի կողմից ոտնձգությունների։ Դե դա նորություն չէր։ Բայց ես այնտեղ նորություն չպետք է ասեի, ես այնտեղ պետք է ասեի իրականություն։ Իսկ իրականությունը չէր կարող նորություն լինել։ Ես ասել եմ իրականությունը հետևյալն է. մենք կառուցողական ենք, Ադրբեջանը ապակառուցողական է, համանախագահները դա շատ հստակ տեսնում են, եւ սա նորմալ իրավիճակ է։ Բա ինչ ասեի, Դավիթ։ Իրենց նման ասեի, մենք հաղթում ենք վաղը Ղարաբաղը անկախանալու, հա։ Ոնց որ 44 օր պատերազմի ժամանակ այդպես ասեի։ Դրա հակադիր բանն էլ էր ասում վարչապետը, պարոն նախագահ, ասում էր մենք էլ ենք կառուցողական դրամադրված, Ադրբեջանն էլ է կառուցողական դրամադրված։ 20 թվականի մայիսին վարչապետը պատգամավորներից մեկի հարցինի պատասխան ասել է. Ադրբեջանին փաստորեն վերագրել է կառուցողականություն։ Հենց խնդիրները նաև դրանից էին գալիս։ Ոնց կարելի է հակամարտող երկրի ղեկավարի այսպես բնութագրումը այդպես դրանով տենց սահմանափակվել կառուցողական է։ Երբևէ դուք ինձնից լսել եք, որ ես ասեմ Ալիևը կառուցողական է։ Կարելի է ասել, որ նա իրատեսական է, կարելի է ասել, եթե շատ ուզում եք, խելացի է, կրթված է եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց ի՞նչ է նշանակում կառուցողական։ Որտեղ երևաց կառուցողականությունը։ Որտեղ։ Գիտեք, ամբողջ ես կարծում եմ շիլաշփոթը, որ իրենք ստեղծեցին բանակցային գործընթացում, երկու հանգամանքով է պայմանավորված։ Մի հանգամանքը իրոք թեմային չտիրապետելն էր։ Եվ
մեծամտությունն էր, որ իրենք կարող էին նոր բան հանարել, այսպես արհամարելով, կողքի գցելով համանախագահների առաջարկությունը։ Երկրորդ բանը, ես կարծում եմ, որ միգուցե թեև իրենք այդքան վատ են մտածում մեր մասին, ես ինչ որտեղ փորձում եմ ինձ համոզել, միգուցե այդ մարդիկ ցանկություն ունեին ավելի լավ պրոցես ստանալ, բայց ցանկությունը չի կարող իրականացվել առանց համապատասխան հանգամանքների, գիտելիք, ուժ, ճկունություն եւ այլն եւ այլն։ Եթե հիշում եք, Ռուսաստանի նախկին վարչապետներից մեկը, այսպես նախադասություն էր ասել, որ հետո դարձել էր թևավոր։ Ասում էր, ուզում էինք լավ բան անել, բայց ստացվեց ինչպես միշտ։ Սրանց մոտ այդպես է։ Իրենք ուզում էին բանակցային ավելի լավ պրոցես ստանային, ստացվեց բոլորովին հակառակ։ Իրենք եկան իշխանության, ուզում էին ավելի լավ Հայաստան ստանալ, ստացան սևերի եւ սպիտակների Հայաստան։ Ուզում էին ավելի ժողովրդավար լինել, ստացան հայոյանքներով իրար հետ խոսող քաղաքական ուժեր։ Ուզում էին կոռուպցիայից զերծ Հայաստան ստանալ, միջև կոկորդները խրվեցին կոռուպցիայի մեջ։ Ուզում էին ավելի մարտունակ բանակ ստանալ, ջախջախեցին այդ բանակը։ Ուզում էին ավելի ժամանակակից, ինչպես ասում է, յուղը վրեն սպառազինություն ստանալ, եւ այդ սպառազինությունը որևէ կերպ օգտակար չեղավ այդ կործանարար, մեզ համար կործանարար պատերազմում։ Էս է այդ մարդկանց գործելավոճը։ Եվ այս շարքը կարելի է շարունակել, շատ երկար շարունակել, կապված մամուլի ազատության հետ, չգիտեմ, դատաիրավական համակարգի եւ այլն։ Ես առաջարկում եմ վերադառնալ մեր զրույցի բուն թեմային, պարոն նախագահ։ Ես պիտի հիշեցնեմ մեկ այլ դրվագ, որը դարձյալ բավական շատ է շրջանառվում 2021-ի դեկտեմբերի 24-ի իր Facebook-յան ասուլիսում վարչապետը անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի անցկացման հանգամանքներին բավական ուշագրավ հայտարարություն է անում։ Նախ հիշենք այդ դրվագը։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ եւ միայն հայկական միավորում։ Որտեւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում այն փաստի բերումով ամենայն դեպս բանակցություններում դա արձանագրված է եւ բանակցային սկզբունքներում դա արձանագրված է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրել են նաեւ ադրբեջանցիներ եւ նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ։ Հիշում եք, ես մի քանի անգամ խոսել եմ նրա մասին, որ այն բանակցային բովանդակության մեջ, որտեղ խոսվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտմանը համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսք էր գնում Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության մասին։ Ինչ նշանակում ողջ բնակչություն։ Նշանակում է ոչ միայն հայկական բնակչություն, այլև ադրբեջանական բնակչություն։ Լղիմում փաստորեն ոչ միայն հայկական բնակչություն, այլև ադրբեջանական, ընդ որում վարչապետը շարունակում է, ասում է, բանակցային ողջ գործընթացի ընթացքում երբեք ոչ մի իշխանության եւ ոչ մի բանակցողի կողմից չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը։ Ձեր նախագահության տարիներին բանակցած որևէ փաստաթղթում, պարոն նախագահ, ֆիքսվել է կամ բանավոր պայմանավորվածություն եղել է նախկին Լղիմում 88 թվականի դրությամբ ապրած ադրբեջանցիների, ասենք, ինքնորոշման իրավունքի վերաբերյալ։ Խոսվել է այդ մասին։ Քիչ անց ես կհիշեցնեմ մեկ այլ դրվագ, որտեղ վարչապետը նաև նախկին Լղիմում ապրած ադրբեջանցիների հնարավոր ինքնորոշման իրավունքից է խոսում։ Ես ընդհանրապես չեմ հասկանում ինչ է նշանակում, երբ որ խոսքը վերաբերում է պետությանը կամ ազգաբնակչությանը, զուտ հայկական։ Ինչ է նշանակում զուտ հայկական։ Այսինքն, երբ որ ինքը գնում է այլ հարցերով բանակցությունների, Հայաստանը դիտարկում է զուտ հայկական, միայն հայերի համար,
Չգիտեմ, ինչ տրամաբանությամբ է այդ մարդը դա ասում։ Նույնիսկ երբ որ խոսում ենք մշակույթի մասին, ասում ենք սա զուտ հայկական մշակույթ է, այդ զուտ հայկական մշակույթում այլ ազդեցություններ են լինում։ Ինչ է նշանակում զուտ։ 100% հայկական ազգային կազմը, ոչ մի այլ Բայց ազգություն։ այդպիսի բան չկա։ Եվ եթե տվյալ երկրի կամ ինքնորոշվող մասի բնակչության որոշ տոկոսը, մի հատվածը, Փոքր հատվածը։ այո, այլ ազգությունների ներկայացուցիչներ են, դա ինչ է նշանակում։ Ոչինչ չի նշանակում։ Եթե այդպես ելներ, ես կարծում եմ Սոչին օրինակ կարող է ինքնորոշվել, որտեղ Սոչիի բնակչության մի մեծ մասը հայկական է։ Նույնը վերաբերում է Գլենդելին։ Նույնը կարելի է այլ, այսպես ասեմ, բազմաթիվ օրինակներ բերել։ Ինքնորոշվելու իրավունքը խո այնպես չի, ես ցանկացա ու ինքնորոշվեցի, այդպես չի կարող լինել։ Ես ուզում եմ հիշեցնել սրա համատեքստը, որում ասվել է այս միտքը, պարոն նախագահ։ Վարչապետը նույն այդ ասուլիսի ընթացքում շարունակելով իր այս միտքը ասում է հայկական մեկնաբանությունը երբեք չի շղթել, որ հանրակրվեին պետք է մասնակցեր նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակչությունը եւ շարունակում է հարց է տալիս, ասում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները այդ համատեքստում, այսինքն հանրակրվեի, որի օրակարգը ոչինչով չէր սահմանափակվելու, իրենք կարող էին բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը։ Ես ասում եմ ոչ, եւ շարունակելով ասում եմ հետեւյալը, որ հանրակրվեի մանրամասները երբեք չի քննարկվել, որտեղ այդ մանրամասները թողնվել է պայմանագրին հիմնական պարամետրերը ֆիքսվել է, որը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Մնացած որևէ հանգամանք Հարցի ձևակերպումը չի քննարկվել։ Ոչ, իհարկե ոչ։ Այդ ամբողջ նորից եմ կրկնում, վերապահված էր այդ պայմանագրին։ Սա միանշանակ է։ Դուք այդ փաստաթղթերում գոնե առաջարկություններում, որի հիմնական սկզբունքներին է վերաբերում, դուք չեք տեսնի որևէ տեղ, որևէ փաստաթղթում ակնարկ անգամ, որ մինչ վերջնական խնդրի կարգավորումը ադրբեջանցիները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի բուն տարածք։ Չկա այդպիսի բան։ Եվ մասնակցեն հանրակրվեին։ Չկա այդպիսի բան։ Չկա։ Թող ցույց տա մի փաստաթուղթ, որտեղ դրա մասին ակնարկ կա։ Այդ ենթադրյալ հանրակրվեին ադրբեջանցիները կամ նրանց սերունդները, պարոն նախագահ, մի քանի տասնամյականց մասնակցելու էին։ Դավիթ, դա արդեն նորից եմ ասում, մեծ պայմանագրի խնդիրն էր, որտեղ մեր դիրքորոշումը հետևյալներ լինելու, որ հանրակրվեին ադրբեջանցիները կարող են մասնակցել ուղիղ այնպես, ինչպես իրենք մասնակցում են իբր Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին։ Հո իրանք չեն գալիս քվեարկում։ Թող իրենք որտեղ որ գտնվում են, այնտեղ քվեարկեն եւ քվեարկեն իօքուտ Ադրբեջանի։ Մեր բնակչությունն էլ քվեարկեր իօքուտ Հայաստանի։ Ինչու եմ ես այդպես ասում։ Բայց համամասնությունը լինելու է 88 թվականի ազգային կազմով։ Այո։ Մենք մշտապես ասել ենք եւ դա այսպես որևէ կերպ չի նսեմացնում մեր աշխատանքը, որ այո, մենք ընդունում ենք, որ ժամանակավորապես տեղահանվածները պետք է վերադառնան իրենց մշտական բնակավայրեր։ Բայց դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ եւ այն դեպքում, երբ որ որոշված կլինի տվյալ տարածքի իշխանության հարցը, որը պատասխանատու կլինի այդ մարդկանց անվտանգության համար։ Բալավ, Լեռնային Ղարաբաղը չեք ճանաչում որպես պետություն, բա ով է ապահովելու այդ մարդիկ, եթե վերադառնան։ Օրինակ, ով է ապահովելու, որ Ստեփանակերտ վերադառնան Ստեփանակերտում ապրող փոքրատի, բայց ադրբեջանցիները։ Հո ամեն ադրբեջանցու կամ հայի մոտ չես կարող ոստիկան դնել կամ խաղաղապահ դնել, չէ՞։ Այսինքն մենք կվերադառնանք նորից 88 թիվ։ Եվ սա է պատճառը, որ երբեք մեր ասացին համանախագաներից որևէ մեկը չի ասել, որ դուք սխալ բան եք անում։ Խոսքը վերաբերում է իդ վերադառնալուն այն ադրբեջանցիներին,
ովքեր բնակվում էին Ադրբեջանին հանձնվելիք որպես փողջիջում այդ տարածքները։ Ընդ որում, էնել որոշակի պայմաններով, չեմ ուզում մանրամասներին անդրադառնալ։ Այնպես որ, Այսինքն այն ինչ տեղի ունեցավ պատերազմից հետո։ Ես չգիտեմ հիմա այնտեղ բնակեցված են թե չէ, բայց պատերազմից հետո դա արդեն Ադրբեջանի որոշելիքն էր։ Այն ժամանակ դա Ադրբեջանի որոշելիքը չէր։ Դրա մասին կա անդրադարձ եւ Անվտանգության խորհրդի ՄԱԿ-ի Բանաձևի նախագծում եւ այլ փաստաթղթերում։ Այնպես որ շատ ակնհայտ բան է, էլի։ Այսինքն ինքը ինչ է, ես չեմ հասկանում, ինքը ինչ է ուզում։ Ուզում է որ մենք ասենք, չէ, ոչ մի ադրբեջանցի չպետք է լինի ընդհանրապես Ղարաբաղի տարածքում, դա ուզում որ մենք ասենք։ Մենք երբեք այդպիսի մոտեցում չենք ունեցել։ Ես ուղղակի չեմ հասկանում մի մարդու, ով բառացիորեն կրկնում է իրեն ստորացրած, որպես մարդու ստորացրած, որպես պետության ղեկավարի ստորացրած, որպես հայ ժողովրդի ներկայացուցիչի ստորացրած անձնավորության բառերը։ Լավ, եթե սկզբնական փուլում, երբ որ ինքը միամտորեն կարծում էր, որ հեսա համահախագաներից զատ ինքը Ադրբեջանի հետ գալու է ինչ-որ պայմանավորվածությունների, լավ, կարելի է ինչ որտեղ կարելի է դա հասկանալ, բայց արդյոք կործանարար պատերազմից հետո քեզ ոնց էր ասում, հարբած ծաղրածու, չեմ ուզում նույնիսկ սրա հասցեին կրկնած այդ վիրավորանքներ ես նորից չեմ ուզում կրկնել, բայց այդպիսի նվաստացման ենթարկած անձի կողմից դու իր բառերը կրկնում ես, իր ասածները կրկնում ես, դա բերելով որպես փաստարկներ, ինձ համար դա անհասկանալի է։ Facebook-յան նույն վերջին ասուլիսում, պարոն նախագահ, վարչապետը նաև պնդեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը երբեք չեն կարողացել համաձայնել ընդհանուր հանրաքվեի անցկացման ժամկետի շուրջ։ Եվ պայմանական օրինակ բերեց, ասած օրինակ Ադրբեջանը կարող էր ասել, որ մոտակա 100 տարում այդ հանրաքվեն չի անցկացվելու, Հայաստանը կարող էր պնդել, որ առաջիկա 5 տարում այդ հանրաքվեն պիտի անցնի, եւ նույնիսկ այդ հարցի շուրջ, ժամկետի հստակեցման հարցի շուրջ, դուք երբևէ չեք կարողացել պայմանավորվել Ադրբեջանի հետ։ Այո, որտեղ մենք առանձնապես տես մեծ ցանկություններ չունեինք ժամկետի հարցում պայմանավորվելու, եւ ես ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, Ադրբեջանը կարող է նույնիսկ չհամաձայնվել երբևէ հանրաքվեի։ Բայց ես դրա համար եմ ասում, որ խնդրի կարգավորման միակ տարբերակը փաթեթային լուծումն է։ Եվ փաթեթային լուծումը հնարավորություն չի տալիս կողմերից մեկին ստանալ ինչ որ ցանկանում է, այնուհետև ասել դե գիտես ես մնացած պայմաններով։ Բայց հենց դրա համար էր հանձնվում 5 շրջան, երկուսը մնում էր։ Միջև հանրաքվեն չանցներ, այն երկուսը պետք է մնային Լաչինն ու Քելբաջարը։ Ալիև այդ մասին խոստովանել է հենց Քարվաճարում։ Այո, դե մենակ այդ մասին չի խոստովանել, չէ՞ Ալիևը։ Ալիև ապրիլյան պատերազմից հետո այն ստացած փաստաթղթերը, որ սա անվանում է աղետ, Ալիևը դա համարում էր, որ իրեն պարտադրում են, որպեսզի Հակտերների հետևում ճանաչի։ Այո, որպեսզի ճանաչի անկախությունը։ Այնպես որ իրենց կարծիքները հիմա էլ են տարբերվում երևի, բայց վստահ եմ այս պարագայում Ալիևն է իր կարծիքը փոխել։ Այնպես որ ադրբեջանցիները ընտրություն ունեին կամ անցկացնել հանրաքվե, Ղարաբաղը թողնել արդեն շատ լեգիտիմ իր կազմից դուրս, կամ Լաչինն ու Քելբաջարը թողներ այնտեղ։ Եվ եթե իրենց ձեռնտու էր դա, թող այդպես անեին։ Լաչինն ու Քելբաջարն էլ տեսնում եք, ուրիշ տեղերից տեղահանված հայերը տեղափոխվում էին այնտեղ, եւ այն 5 շրջանից եւս կտեղափոխվեին այդտեղ, կապրեին մինչեւ այն ժամանակ, երբ որ ադրբեջանցիները կցանկանային հանրաքվե անցկացնել։ Խաղաղապահները կանգնած կլինեին, հայկական բանակը, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը, այդ ամեն ինչը կլիներ եւ կլիներ միջազգային հանրության հավանությունը։ Այն ժամանակ ռազմական գործողությունների վերսկսումը շատ ավելի ցավալի կլիներ Ադրբեջանի համար։
Եվս մեկ ճշգրտող հարց կապված 88 թվականի ազգային կազմի հետ, պարոն նախագահ, լղիմում 88 թվականի դրությամբ։ Վարչապետը իր վերջին Facebook-յան ասուլիսում ասաց, որ դուք 2016-ից հետո, թե Կազանյան փաստաթղթից հետո, դա էլ չորոշակիացրեց, նամակ եք հղել համանախագահներին, որով խնդրել եք վերականգնել 88 թվականի դրությամբ ազգային կազմի մասին դրույթը։ Այդտեղ էլ խեղաթյուրված է, կամ ճիշտ չի հասկացել։ Այո, ես նամակներ հղել եմ։ Ես նամակներ հղել եմ, ուրեմն Կազանյան փաստաթղթից մի տարի առաջ, հիմնավորելով մեր այսպես շտկումները, մեր ուղումները գոյություն ունեցող փաստաթղթի եւ արդյունքում Կազանյան փաստաթուղթը դարձել է ավելի մեզ համար ընդունելի, քան նախորդ փաստաթուղթներ, եւ ես այստեղ մեծամտություն չունեմ պնդելու, որ հենց այդ նամակն է հիմք հանդիսացել, որ այդպես դառնա, բայց արդյունքը սա էր։ Երկրորդ նամակը հղել եմ ապրիլյան պատերազմից հետո, եւ մենք ստացել ենք առաջարկություններ, որոնք ոչնչով չէին զիջում Կազանյան փաստաթղթով առաջարկող առաջարկություններին։ Եվ ես նույնիսկ չունեմ մենակ անկալիքները, որ եթե ես աշխարհի հզորներին նամակ եմ հղում, ապա իմ առաջարկությունների կամ խնդրանքների 10-ից 10-ը պետք է կատարվեն։ Սա էլ բանակցային, այսպես ասած, հմտությունների բան է, եւ այնպես որ եթե դրանք վատ նամակներ են, թող հրապարակի։ Տեսնենք այդ նամակները պատիվ են բերելու մեզ, թե նզովք։ Թող հրապարակի։ Բա ինքն էլ մեր երկու այդպիսի նամակներ գրել էլի։ Պարոն նախագահ, այդ դրույթը ինչ որ ժամանակ եղել է, հետո անհետացել է 88 թվականի ազգային կազմի հետ կապված։ Երբեք չի անհետացել։ Եվ այն փաստաթղթերը, որ ինքը անվանում է կործանարար, այդ փաստաթղթերում շատ հստակ նշված է, որ բոլոր այն հարցերը, որ ներառված չեն ստեղ, ներառված են նախորդ փաստաթղթերում, որոնք տրվել են ԻՊԱՀ ԵԱԿ դեպոզիտարիա։ Այսինքն, սա պետք է շատ հստակ հասկանալ, գնահատես Կազանյան փաստաթուղթը։ Էլ ինչ պետք է լինի։ Էլ ինչ պետք է լիներ։ Ինչ վերաբերում է ձեր թողած բանակցային ժառանգությանը, քիչ առաջ էլ մենք խոսեցինք 18 թվականի հունվարին արտգործնախարարների համաձայնեցրած սկզբունքների եւ տարրերի մասին։ 2020 թվականի հունվարին Կապանում վարչապետը իր ասուլիսում անդրադառնում է ձեր թողած բանակցային ժառանգությանը, ուշագրավ գնահատումներ է տալիս, առաջարկում եմ նախ վերհիշենք այդ դրվագը։ Եկեք նայենք, թե ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում։ Մինչ վերջնական կարգավորման որոշումը Լեռնային Ղարաբաղը պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը։ Սկսել են թեժ շրջանառել, որ Սերժ Սարգսյանի ժառանգությունը Ղարաբաղի հարցում այդ գյուզալ ժառանգությունը այս իշխանությունը կորցրեց։ Մեզ մեղադրում են, որ մենք այս ժառանգությունը կորցրել ենք։ Ես ուզում եմ ասեմ հետևյալը, որ պահին հենց այս նույն կետից Հայաստանի Հանրապետությունը ուզենա շարունակել բանակցությունները, հենց այս նույն կետից միջազգային հանրությունը ոչ մի խնդրեմ չի ստեղծի, ոչ մի, բացարձակապես, ոչ մի, ընդ որում ասում եմ, երաշխավորում է, որ հետո հանկարծ չասեն, հա մենք չասենք, մեկա դա կորսված է։ Ես երաշխավորում եմ, որ այդ առումով ոչ մի խնդրեմ չի լինի, ընդհակառակ։ Ստացվում է ինչ, ինչպես վարչապետն էլ ընդունել է բազմիցս, ինքը բանակցությունները իր կետից է սկսել, ոչ թե ձեր թողած կետից։ Միաժամանակ նա այստեղ արձանագրում է ձեր թողած բանակցային ժառանգությունը եւ ասում, որ ցանկացած պահի կարող է վերադառնալ դրան։ Կոպիտ ասած, դա իր պլան B-ն է, որը մշտապես իրենց ձեռքի տակ կա։ Միաժամանակ պիտի հղում անեմ մեր
մեկ տարվա վաղեմության հարցազրույցին, որտեղ դուք ենթադրություն եք հնչեցնում, որ 2019-ի ապրիլին կողմերին փոխանցված տարբերակը ըստ ամենայնի փուլային տարբերակ է եղել, դատելով արտահոսքերից, դատելով Ռուսաստանի եւ այլ համանախագահ երկրներից եկող ազդակներից։ Ինչու է ձեզ նման որոշում կայացվել, պարոն նախագահ, եթե եղել է ձեր բանակցային ժառանգությունը, որը եղել է փաթեթային տարբերակ, ինչու է այն փոխարինվել եւ ինչով է փոխարինվել։ Ես դժվարանում եմ 100%-ով ասել, հա, բայց կարող եմ իմ այսպես եզրակացությունները ասել, թե ինչու է առաջարկվել համանախագահների կողմից եւ ինչու է սրանց կողմից այն ընդունվել որպես հիմք։ Համանախագահների կողմից առաջարկվել է այդպիսի առաջարկություններ, ուզում եմ խուսափել այդ փաստաթղթից, որովհետև հիմնական փաստաթուղթը կոչվում է աշխատանքային փաստաթուղթ, հա, որովհետև այս մարդիկ արդեն հաշվի չէին առնում համանախագահների կարծիք։ Հիշում եք, որ մադրիդյան սկզբունքները փոխարինվեցին Մյունխենյան սկզբունքներով, որ ինձ թվում է գրված էր ինչ-որ մի գարեջրատան եւ այլն, անհասկանալի, երբ որ 10 տարի, ուղիղ 10 տարի ԵԱԿ արտգործնախարարների համաժողովում եւ ԵԱԿ մեկ գագաթնաժողովում 10 թվականի հստակ ֆիքսված սկզբունքները, մադրիդյան սկզբունքները, այդ 3 սկզբունքները, այս մարդիկ փոխարինեցին Միլանում 18 թվականի վերջին ինչ որ անհասկանալի ամոր ձևակերպմամբ, որ խնդիրը պետք է լուծվի արդարության սկզբունքով։ Բայց երբ որ դու համանախագահների ասածները, առաջարկությունները չես ուզում հիմք ընդունել, դու ինչ որ բաներ ես անում, այդ մարդիկ էլ այդպիսի առաջարկություն են արել։ Եթե խոսում ես արդարությունից, իրենց կարծիքով արդար են, հա, որ սկզբից այդ շրջանները հանձնվի, ու հետո կերևա էլ ինչ ալնելու։ Փուլային տարբերակ։ Դե երևի։ Ես չեմ պնդում, որ դա եղել է փուլային տարբերակ, բայց վստահ եմ, որ եղել է շատ ավելի թույլ, մեզ համար շատ ավելի թույլ հաստատուղթ, քան նախորդ բոլոր առաջարկությունները։ Հիմա դառնանք նրան, թե ինքը ցանկացած պահի կարող է վերականգնել այդ եւ այլն եւ այլն։ Դա էլ մեծամտության արդյունք է։ Բայց եթե կարող էր վերականգնել, ինչու՞ չէր վերականգնում։ Ավելի լավ տարբերակ էր փնտրում միգուցե։ Հաստատվեց այնպես, ինչպես քիչ առաջ ասացիք, ինչպես միշտ, բա այդ դեպքում ինչ կապ ունի Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը։ Այդ դեպքում ինչ կապ ունի, թե ես ինչ ժառանգություն եմ թողել, եթե այդ մարդիկ դա կողքի են քաշել ու ինչ որ սեփական, այսպես մտքի գոհարներն են մեջտեղ բերել։ Բայց ինչ կապ ունի դա։ Ինչ կապ ունի։ Այսինքն իր ամենավատ պատկերացումներով, իրենց կողմից ամենավատ մեկնաբանություններով այդ վերջին փաստաթղթերը պետք է իրականացնենք հետևյալ կերպ։ Ադրբեջանը ստանալու էր իր 7 շրջանները, մենք ոչ մի բան չէինք ստանալու։ Պատերազմի առաջին օրը հենց այդպես էլ ասում էր, պարոն նախագահ։ Ասում էր այդպես։ Բա այսօրվա վիճակը ավելի լավն է, քան ենթադրենք այդ փաստաթղթի ամենավատ մեկնաբանումը։ Բայց այսօր ինչ ունենք։ Այդ փաստաթղթով 7 շրջան պետք է հանձնվեր, ենթադրենք, հա, իրենց մեկնաբանությամբ, ոչինչ մենք չէինք ստանա, իսկ հիմա հանձնել ենք 2 անգամ ավելի շատ տարածք, զոհել ենք 5000-ից ավելի զինվորների, ջախջախել ենք մեր բանակը, դարձել ենք կապիտուլյացիայի ենթարկված ժողովուրդ եւ պետություն, կարելի է սրանք իրար հետ համեմատել։ Եվ կարող եմ արդյոք ես եզրակացնել, որ միայն այն պատճառով, որպեսզի վարկաբեկի նախկիններին կամ նախկին բանակցային process-ը գնացել են ավանտյուրայի։ Իրավունք ունեմ այդպես մտածելու։ Ավանտյուրա չի ինչ է։ Ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում
Բայց ոնց գնայի խաղաղլուծման, եթե ինձ զեկուցում են անվտանգության խորհրդի նիստում, որ մենք Ոչ մի քայլ հետ սկզբունքով։ այո, ոչ մի քայլ հետ սկզբունքով ենք կռվելու։ Բա իր կարծիքով ինչ պետք է ասեին պատասխանատուները։ Պետք է ասեին հենց Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսվի, մենք փախնելու ենք։ Բա ինքը իրեն համարում է պետության ղեկավար, ինքը իրեն համարում էր ուրեմն գերագույն գլխավոր հրամանատար։ Բա գերագույն գլխավոր հրամանատարը 2-3 կարևորագույն գործառույթներ ունի, որոնցից մեկը իրավիճակը գնահատելն է եւ որոշում կայացնելը։ Բա բացի բանակի պատասխանատուներից մեր պետությունն ուներ գլխավոր ռազմական տեսչություն, որի ղեկավարը գեներալ գնդապետ է։ Այսինքն գեներալ գնդապետ դառնալու համար դու պետք է անցնես հսկայական ճանապարհ։ Այսինքն դու նաև տեսչության կազմ։ Բայց բացի դրանից նա ուներ նաև ռազմական հակահետախուզություն։ Չէ՞ մեր պետություն անվտանգության ծառայությունում կա հատուկ մեծ կառույց, որ զբաղվում է բանակով։ Վերջի կա ազգային անվտանգության ծառայությունը, որ ունի հետախուզական մեծ ստորաբաժանում։ Բայց այդ մարդկանց կարծիքները ինքը հավաքել է, այդ մարդկանց կարծիքները բոլորը այդպիսին էին, որ մենք հաղթելու ենք։ Ես չեմ ուզում արդարացնել բանակի կամ զինված ուժերի, այսպես ասեմ, ղեկավարներին, բացարձակապես, ասածս մի ուրիշ բան է, որ ինքը ընդհանրապես այս իշխանությունները իրավունք չունեն նրանց մեղադրելու, այդ իրավունքը պատկանում է մեզ։ Բոլոր նրանց, ովքեր որևէ առնչություն չեն ունեցել այդ որոշումների կայացման գործում։ Այսինքն ինչ է նշանակում, այսպես են ասել։ Իրեն թվում է, թե ապրիլյան պատերազմի ժամանակ ինձ ասողներ չեն եղել, որ պետք չի դադարեցնել, գնանք եւ այլն եւ այլն։ Եղել են։ Հրապարակային դաշտում էլ կային այդպիսիք։ Այն ժամանակ էլ կային, հիմա էլ Ես նկատի ունեմ ոչ միայն նույնիսկ հրապարակային դաշտից։ Բա ղեկավարը նրա համար է, որպեսզի ընդունի որոշումներ, որ կարողանալու է դա իրականացնել։ Ինքը իր այդ միտքը շարունակում է հետո, ասում է լավ, ենթադրենք 3-րդ կամ 4-րդ օրը ես դադարեցրի։ Եթե ինձ բանակը գլխավոր շտաբը զեկուցում, բա ինձ չէին ասի Դավաճան։ Ինքը շարունակում է։ Ինձ կմեղադրեին Դավաճանության մեջ ասում։ Ես հենց այդ եմ ասում։ Երբ որ ասում եմ, ուզում էին ոչինչ չտալով լուծել Ղարաբաղի խնդիրը, բայց իրենց մոտ ստացվեց հակառակը, հենց այդ եմ ասում։ Նաև հենց դրա համար են իրենք հրաժարվել այն առաջարկություններից, որ մեզ տալիս էին համանախագահները եւ որոնց կարելի էր հասնել։ Իրենք այսպես, ոնց ասեմ, քողարկված ոչ մի թիզականություն էին խաղում։ Այդ դեպքում ինչու էր ասում Ադրբեջանը կառուցողական է, պարոն նախագահ, ոչ մի կերպ չի բռնում այդ երկու թեզը իրար հետ։ Իսկ իր ասածներից ո՞րն է իրար բռնում։ Մի բան ասա, որ 3 ամիս առաջ ասել է, հետո 4 ամիս հետո։ Բացի նրանից, որ մեզ մշտապես համարում է, չգիտեմ, կոռուպցիոներներ եւ այսպես մի քանի օրինակ։ Այդ ուրիշ իր ասած բաներից ո՞րն է բան։ Մոռացել եք այդ մարդը ասում էր, որ Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ։ Ընդամենը 2-3 շաբաթ հետո կառավարության դռները ծեծում էին, այդ վարչապետները ներս չէին թողնում։ Բա մոռացել եք, որ այդ մարդը ասում է, այս իշխանություններն են մեղավոր, որ Հայաստանում աղքատության տոկոսը բարձր է։ Ու հետո որոշ ժամանակ անց ասում է, աղքատությունը ձեր գլխում է։ Այսինքն ես կարող եմ հարյուրավոր օրինակներ բերել։ Բայց ո՞նց կարող է այդ մարդը իր ասածները ինչ է, այտենց հետևողականորեն կատարել է եւ հիմա էլ ասում, հա։ Բացառված այդպեսի բան չկա։ Այս պարագայում չի էլ կարող լինել։ Պարոն նախագահ, Կազանյան փաստաթղթի հետ կապված մի դրվագ պիտի հիշեցնեմ 1 տարվա վաղեմության մեր հարցազրույցից։ Դուք բառացիորեն ասում եք հետևյալը, երբ ես հարցնում եմ դրա բովանդակության մանրամասները, դուք ասում եք, որ այդ փաստաթուղթը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ Ադրբեջանից դուրս,
մենք ստանալու ենք միջազգայինորեն երաշխավորված խոստում, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամ արտահայտմամբ, որը ունի պարտադիր իրավական ուժ եւ որի օրակարգը ոչինչով չի սահմանափակվում։ Այո։ Դուք հիմքեր ունեք ենթադրելու, որ 18 թվականից հետո այս նվազագույն կարմիր գծերը, որը ձեր նախագահության տարիներին ձեր բնդմամբ եղել են մեր բանակցությունների հիմքում, խախտվել են, այսինքն հայկական կողմը չի պահել այս տարերից որևէ մեկը։ Չեմ ուզում ենթադրություններ անել, կարող եմ ասել հետևյալը, որ նախ իր կազմակերպած արտահոսքի հետևանքով, երբ որ հանրությունը ծանոթացավ այսպես կոչված այդ Կրակովյան առաջարկություններին, իմ ասած այդ հանգամանքները այնտեղ կային միանշանակ։ Երկրորդ, նորից ուզում եմ պնդել, որ 16 թվականի այն փաստաթղթերը, այն առաջարկությունները, որ մենք ստացել ենք, ամբողջովին ներառված են այն դրույթները, ինչ որ ես ասել եմ նախորդ հարցազրույցի ժամանակ եւ ինչի հիմա դուք կրկնեցիք։ Ամբողջովին։ Ես չեմ ուզում իր նման ենթադրություններ ասել եւ ասել ես դրույթը։ Ես չեմ տեսել այդ փաստաթուղթ 19 թվականին։ Այդ չեմ էլ ուզում տեսնել։ Այդ մասին չի էլ խոսվում հիմա, արդեն դա ակտուալ էլ չէ։ Բայց ել ինչ խոսեն։ Ել ինչ խոսեն։ Այսինքն Մյունխենյան սկզբունքների մասին խոսում են։ Ինչի մասին են։ Դե գոնե իմանանք մինչև պատերազմը ինչ է բանակցվել, հարցի գինը ո՞րն է եղել։ Դե դա արդեն իրենց գործն է, կարող է իրանք ուզում են որ չիմանանք։ Ինչպես տեսնում ես, ես պատրաստ եմ որպեսզի ամբողջովին ոչ միայն դուք, այլ նաև հայ հանրությունը, այլ նաև միջազգային հանրությունը բոլորը տեսնեն, թե մենք ինչ էինք ուզում եւ ի վերջո վերջին առաջարկությունները ինչպիսին էին։ Նորից եմ կրկնում, դրանք մեր երազածը չէին, բայց դրանք առաջարկություններ էին, որոնք գործնականում իրականացվելիք էին եւ որոնք բերելու են Լեռնային Ղարաբաղին անվտանգություն եւ բարեկեցություն։ Պարոն նախագահ, իսկ ինչ հաշվարկով կամ ինչու էր Ադրբեջանը շարունակաբար, երբ շատ մոտ էին կողմերը պայմանագրի ստորագրման, մերժում դա եւ բարձրացնում հարցի գինը։ Այդ մասին էլ է վարչապետը շարունակաբար խոսում։ Ասում է ամեն անգամ, երբ կողմերը մոտ էին, ադրբեջանական կողմը տապալում էր եւ նորանոր մեզ համար անընդունելի պահանջներ էր առաջ Ոչ, քաշում։ այդպիսի բան չկա։ Այո, Ադրբեջանը տապալում էր, այո, Ադրբեջանը հրաժարվում էր բանակցելուց, բայց առաջարկությունները, նորից եմ ասում, այդպիսին չի որ գնալով վատանում էին։ Առաջարկությունները, նորից եմ կրկնում, բխում էին Կազանյան փաստաթղթից։ Կարող է կես բառ էսպես լինի, կես բառ էական որևէ բան, հիմքը սա էր։ Եվ որևէ փաստաթղթում չկա մի բան, որը կարող էր, նորից եմ ասում, մեզ տպել նույնիսկ ոչ թե անցնել կարմիր գծերը, այլ նույնիսկ մոտենալ այդ կարմիր գծերը։ Այդ թվում հայ հասարակության մեջ Լավրովյան պլան անվանումով տարածում գտած այդ տարբերակը։ Նորից պետք է կրկնեմ, որ Լավրովյան պլան որպես այդպեսին չի եղել։ Մարդիկ այդպես անվանել են, իմիջիալոց անվանել են իրենք, այսօրվա իշխանությունները, Երբ ընդդիմություն երբ էր։ ընդդիմություն էին եւ դրա մասին համանախագահներն էլ են խոսել եւ այլն։ Ուզում եմ մի փաստել հստակ ընդգծենք, որ մինչև 18 թվականը համանախագահները միակարծիք էին առաջարկություններ ներկայացնելուց։ Նույնիսկ եթե այդ առաջարկությունները մի անգամ ներկայացրել են, չգիտեմ, ֆրանսիացիները, մի անգամ ամերիկացիները, մի անգամ եւ վերջին շրջանում հիմնականում ռուսական կողմից, Բայց համաձայնեցված էին իրար։ միանշանակ, ընդ որում կարող եմ ասել, որ նաև 19 թվականի փաստաթուղթը, որ տրվել է իրենց, դա էլ համաձայնեցված էր։ Իմ ունեցած տեղեկություններով, երբ որ ռուսական կողմը իրենց առաջարկել է այս փաստաթուղթը, իրենք որոշակի ձեռնպահ են մնացել, ասելով, որ նավթի Միացյալ Նահանգներում հանդիպումը լինի եւ այլն, եւ այնտեղ տրվել են այդ փաստաթղթերը։ Այսինքն կապ չունի, թե որ կողմն է այդ փաստաթուղթը տալիս։ Լավ բառ կա հայերենում, համախոհություն։ Այդ բոլոր առաջարկությունները համախոհության սկզբունքով էին ձևավորվում եւ տրվում կողմերին։ Կողմերը ասեցին նաեւ մի կարևոր ընդգծում շատ փաստաթղթերում, որտեղ դրա անհրաժեշտությունը կար,
Չէին ասում երկու կողմին, ասում էին կողմերին։ Ենթադրվում էր նաև Ղարաբաղյան կողմը։ Միանշանակ։ Բնա այդպես է ասեին Հայաստանին ու Ադրբեջանին, բայց ինչի էին ասում բոլոր կողմերին կամ կողմերին, ակնհայտ է, չէ՞։ Այն որ որոշակի Վստահ եմ, որ այս նրբությունն էլ գիտի։ Արցախի ներկայացուցիչը եթե որոշակի պահից պիտի բանակցությունների մասնակցեր, դա լրիվ նորություն էր մեզ համար։ Այդ մասին երբևէ կարծես չի ել խոսվել։ Ես ասել եմ, չեմ հիշում որտեղ, բայց ասել եմ։ Դա միանշանակ է։ Նույնիսկ ասել եմ մեր իշխանության ժամանակ։ Պես որ Ձեզ հիմա գործող իշխանությունը, պարոն նախագահ, ամենաշատը մեղադրում է ձեր նախագահության 10 տարիներին Ղարաբաղի հարցում ամբողջը չասելու մեջ, բավարար անկեղծ եւ ազնիվ չգտնվելու մեջ, Արդյոք փաստեր թաքցնելու մեջ, այո։ Բայց այդ ինչ փաստեր ենք մենք թաքցրել։ Իսկ ով է եւ որ ժամանակահատվածում ինձնից ավելի շատ խոսել Լեռնային Ղարաբաղի բանակցային process-ի մասին։ Երբ։ Ասեք։ Այսինքն մենք տարիներով շղթել ենք, որ մեզ փաստաթուղթ են տվել, առաջարկություններ են տվել, բայց իրենք են տարիներով շղթել։ Ընդ որում էդ էլ չեն կարողացել անել, որտեղ ժամանակ առ ժամանակ Արտահոսքեր են եղել։ ներողություն բառիս համար պլաստում էր արտգործնախարարի բերանից, որ իրանք բանակցում են, ոչ չեն բանակցում, բայց ինչ են անում 4-5 ժամ։ Ու հետո նորից գալիս ասում են չկա փաստաթուղթ եւ այլն եւ այլն։ Այսինքն թափանցիկությունը ինչու՞մն է եղել, որ եկել ասել Ալիևը կառուցողական, հա։ Էդ է եղել թափանցիկությունը։ Այդպիսի մեղադրանք ես չեմ ընդունում։ Բայց պարոն նախագահ, պատերազմին նախորդած 2.5 տարում համանախագահների մասնակցությամբ առաջնորդների ընդամենը մեկ հանդիպում է եղել 2019 թվականի մարտին Վիեննայում, բայց իրենք հանդիպել են մի քանի այլ առիթներով։ Բայց այդ եմ ասում։ Միգուցե եղել են բանակցություններ ոչ պաշտոնական, այսինքն դուք ունեք հիմքեր ենթադրելու, որ ոչ ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կողմերը ամեն դեպքում տվյալների տեղեկատվության փոխանակման մեջ են եղել, ինչ որ տարբերակներ են քննարկել, փակ ծրարների մասին է խոսվում։ Ես վստահ եմ, որ ինչ որ տարբերակներ դժվար թե կոնկրետ քննարկված լինեն, բայց ես նաև վստահ եմ, որ իրար ակնարկները իհարկե արել են։ Որտեվ ես Ադրբեջանի նախագահի աշխատավոճին քաջածանոթ եմ։ Ես չեմ բացառում, որ նա ասած ունի դե պետք է այս ամբողջից ազատվել, խաղ ապրենք, դուք ձեզ համար Ղարաբաղը ինձ պետք չի, ես երբեք Ղարաբաղ չեմ մտնելու եւ այլն եւ այլն։ Առանց միջազգային հանրության միտեղ հանդիպենք, հանգիստ խոսենք, հասկանանք։ Այո, Այդպիսի առաջարկ կարող էր անել։ կարող էր արվել, որպես լավ, չեմ ուզում ավելի, այսպես ասեմ, խորանալ եւ չեմ բացառում, որ ես էլ ասած ունի, բա իհարկե, ճիշտ է, այդպես է եւ այլն եւ այլն։ Այսինքն այս իր տեսակետից մտքում մեկնաբաներ, թե ինչ էր դրանով ասում նա, իր տեսակետից, բայց իրականությունը այն է, որ այդպիսի փոխանակումները չեն կարող չարժանանալ համանախագահների ուշադրությանը։ Սա միանշանակ եմ ասում։ Բալավ ինչ եղավ, որ իշխանափոխությունից հետո ինչպես իրենք էին հպարտանում, տարի ու կես կրակոց չկար սահմանին եւ այլն։ Բայց այդ ինչի միանգամից Ալիև ագրեսիվությունը թողնվեց։ Ինչի։ Բայց ինչու, երբ որ Նախճեվանի հատվածում մենք հսկայական տարածքներ մեր վերահսկողությունից դուրս թողեցինք, բայց ինչու մերոնք դրա մասին բաներ չխոսեցին։ Ակնհայտ էր էլի, հստակություն չկար, բայց իրար այդպես ես զարմանում եմ, բայց ինչու Ալիևը նույնքեւ չարձագանքեց էլի։ Ոնց որ սա արձագանքեց կառուցողական, լավ կլներ Ալիևն ընդդեղից ասել կառուցողականը, խելացի է, շատ լավ կլներ կարծում եմ, բայց պատրանքներով ապրելը, մանիպուլյացիաներով ղեկավարելը վերջը բերում է ողբերգության։ Եվ աղետը այն չէր, որ ինքը բանակցային գործընթացից ինչ որ բան լավ չէր հասկանում կամ մենք էինք ավելի լավ պատկերացնում։ Աղետը այսօր է։ Երբ որ ունենք, նորից եմ կրկնում, ջախջախված բանակ, ունենք կապիտուլյացիայի ենթարկված պետություն, չկա իրենց կարծիքով որոշակիություն եւ որևէ հնարավորություն
Լեռնային Ղարաբաղի մնացած մասի հետ կապված չկա ոչինչ բան, չէ՞։ Երբ են խոսել իրենք դրա մասին։ Բայց ինչու չեն խոսում։ Պատերազմից արդեն անցել է տևական ժամանակ։ Ավելի քան 1 տարի։ Բա ինչու չեն խոսում։ 1 տարի 3 ամիս ա դու ասեն ինչ ա եղել։ Այդ հարցով հանդիպել են, այդ հարցով բանակցել են, բա համանախագահները ինչու չեն գալիս։ Ինչու են վախենում ասել, որ պետք է կազմակերպել համանախագահների հանդիպում։ Մի քանի անգամ հետաձգվեց համանախագահների այցը տարածաշրջան եւ Արցախ։ Դե Հիմա կա բանակցային գործընթաց, պարոն նախագահ, թե այդ 3 երրակողմ հայտարարություններն են հիմքը այն էլ, ասենք, Մոսկվայի կամ Բրյուսելի միջնորդությամբ, որոնք փաստորեն Արցախի մասին չեն։ Դրանք ապաշրջափակման կամ դեմարկացիայի մասին են, բայց Արցախի մասին չեն։ Եթե լինեին բանակցություններ, մենք երևի կիմանայինք։ Եթե process-ը լիներ, երևի կիմանայինք։ Կողմերից մեկը ուղղակի Բայց հրաժարվում դա է։ Բայց ինչ բանակցային process, երբ որ Հայաստանի կառավարիչը ասում է, որ Հայաստանը դեռևս 16 թվականին կորցրել էր տեսական եւ գործնական հնարավորությունը։ Այսինքն ինքը ում հետ պետք է բանակցի։ Գնա Ալիևի հետ բանակցի, Ալիևը ասել որ լավ, դե դավայ։ Բեր ստորագրի, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։ Դու ես չի ասում, որ կորցրել ես այդ հնարավորությունը։ Այլ բան էլ է ասում, ասում է, որ 92 թվականին Հայաստանը արդեն ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ԱՊՀ հիմնադիր պայմանը։ Ես կարծում եմ դա արդեն գիտելիքի պակասի խնդիր է։ Ես չեմ ասում, որ ես իրավաբան եմ կամ այդտեղ շատ խորը գիտելիքներ ունեմ, բայց երբեք որևէ միջազգային կառույցում անդամակցելը չի բերում պետության տարածքային ամբողջականության ճանաչելը։ Դա շատ բարդ հակասություն է։ Պետության տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի ինքնորոշման իրավունքի հետ։ Դրա համար կա միջազգային, ուրեմն դատարանի որոշումներ, կոնկրետ Կոսովոյի են վերաբերվող, թող գնանք արդեն այդ որոշումները։ Այսինքն Թուրքիան ու Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ են, բայց եթե ճանաչել են տարածքային ամբողջականությունները, եթե այսպես ասեմ դեմարկացիա դելիմիտացիա են նայել, բա այդ կոնֆլիկտը ինչի է մեկ-մեկ ցծվում, դա ինչ ասելիք է։ Ուղիղ այնպես, ինչպես կներեք բառիս համար, հիմարություն է ասել, որ Ալիևի նկարտումները Հայաստանի նկատմամբ կոնկրետ Երևանի նկատմամբ, որ դա ադրբեջանական քաղաք է, պայմանավորված է նրանով, որ մեզ մոտ էլ ասել են, թե որ Բաքուն մենք էլ ենք ասել։ ով է ասել, որ Բաքուն հայկական է։ Այդ հարցի ես պետք է տամ ձեզ, դուք էլ Ես չունեմ այդ հարցի պատասխանը։ մնացածներին։ Ամենայն դեպս ես 88 թվականից գտնվում եմ այդ process-ի մեջ։ Ես չեմ լսել երբեք ոչ հրապարակային, ոչ էլ ոչ հրապարակային, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանից, ոչ Ռոբերտ Քոչարյանից եւ ոչ էլ ես եմ երբևէ այդպիսի բան ասել։ Այսինքն ով է ասել։ Կարող է մեկը մի ընդդիմադիր գործիչ կամ չգիտեմ մի պատմաբան ինչ որ մի բան է ասել, բայց թող Ադրբեջանում էլ համապատասխան մակարդակով պատասխանեն, բայց երբ որ երկրի ղեկավարն է ասում եւ դու էլ դա արդարացնում ես, Հավասարության նշան դնելով։ ինչ ասեմ, այստեղ ասելիքը արդեն ավարտվում է։ Պարոն նախագահ, ամփոփենք մեր զրույցը այսօրվա իրողություններով, դուք փոքրինչ խոսեցիք այդ մասին։ Բանակցային գործընթացը կանգնած է, չկա Արցախին վերաբերող հատված, չկա երկու երկրների առաջնորդների միջև զրույցներում, չկա համանախագահության ձևաչափը, պատերազմի ավարտից ի վեր համանախագահները չեն այցելել տարածաշրջան։ Լավ, բայց Ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծված չէ։ Չէ՞։ Միանշանակ։ Հանգուցալուծված չէ Ղարաբաղյան Իմ հակամարտությունը։ խորին համոզմամբ ոչ, հանգուցալուծված չէ։ Եվ դա մենակ իմ համոզմունքը չի։ Դա նաև համանախագահների հայտարարություններն են։ Ես ուզում եմ ձեզնից լսել ակնկալիք, տեսլական պատկերացում այս ջախջախված, կոտրված, դիվանագիտական առումով դիմազուրկ իրավիճակում։ Մենք ինչպես կարող ենք աշխարհին ազդարարել, հատկապես որ ազդակներ բարբերաբար ստանում ենք, օրինակ Ֆրանսիայից, որ Արցախի կարգավիճակի հարցը մեզ համար առաջնահերթություն է, օրակարգային պիտի լինի, որ դեմարկացիան չպետք է ենթադրի Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում,
եւ մեզ համար մի շարք կարմիր գծեր չպետք է հատվեն։ Ես մի քանի անգամ այդ հարցին պատասխանել եմ եւ ասել եմ հետեւյալը, որ այս իշխանությունները ունակ չեն դա անելու։ Ես ավելի մանրամասն ասելու առիթներ կգտնեմ, բայց ես կարծում եմ հետեւյալը, որ մեր հասարակության այն հատվածը, ով համարում է, որ Արցախը հայկական է, այն մասը, որ համարում է, որ մենք ի վիճակի ենք ուղղել մեր մեջքը, կոչ եմ անում բոլոր այդ մարդկանց, որ համախմբվենք ու սրանից պահանջենք, որ դադարեցնել այդ քաղաքական մուրասկանությունը։ Խաղաղություն աղերսելը երբեք չի բերել խաղաղության, երբեք չի բերել։ Իմ ասածը ինչի, որ պետք չի ձգտել խաղաղության, ընդհակառակը, իմ ասածների մեջ եւ սկզբում եւ հիմա խնդրում եմ, որ որևէ մեկը ռևանշի այսպես տարել չփնտրի։ Իմ ասածը հետեւյալն է, որ մենք չնայած ջախջախված ենք, չնայած կապիտուլացված ենք, մենք ունենք հնարավորություն բանակցային process-ը վերականգնել։ Մենք ունենք այդ հնարավորությունը։ Այո, մենք ունենք այդ հնարավորությունը եւ պետք է պահանջենք, որպեսզի նորից եմ կրկնում, սրանք գան այդ ճանապարհը։ Եվ ինչ է, որ իրավունքով մերն է, պիտի լինի մերը։ Այո, եւ իսկ մերը ինչ է, մերը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքն է։ Այո, այդ իրավունքը անկախտելի է։ Անկախտելի։ Եվ շատ տևական ժամանակ միջազգային հանրությունը դա հաստատել է։ Եվ եթե մենք մեր գործողություններով հիմա պետք է դրդենք միջազգային հանրությանը, որ կարծիքը փոխի, այդ արդեն միջազգային հանրության խնդրեմը չէ, մեր խնդրեմն է։ Մեր խնդրեմն է։ Գործողություններով կամ անգործությամբ։ Այո, նույնն է։ Բոլոր դեպքերում դա հանցագործություն է։ Միգուցե քրեական օրենսգրքով չնախատեսված, բայց հանցագործություն է։ Մենք ունենք այդ հնարավորությունը։ Մենք պետք է իրոք շատ կտրուկ պահանջներ ներկայացնենք եւ ոչ միայն խոսքով։ Եթե այդ պահանջները մենք նորմալ ներկայացնենք, ես կարծում եմ, որոշ ժամանակ հետո կարող ենք խոսել, որ ինչ որ չափով բանակցային process-ը վերականգնում է։ Դեք տևական ժամանակ 18-ից հետո, հատկապես գործանարար պատերազմից հետո մեզ փորձում էին մեղադրել ռազմատենչության մեջ։ Ոչ, մենք երբեք ռազմատենչ չենք եղել։ Ներսում թե դրսում նկատի ունեք։ Ես նկատի ունեմ եւ ներսում եւ դրսից։ Ալիևը ձեզ ռևանշիստ է Եվ անվանում։ դրսից։ Եվ դուրսը միայն Ադրբեջանը չի։ Մենք երբեք ռևանշիստ չենք եղել։ Բայց երբեք էլ մեր ունեցածը ուրիշին հանձնելու տալու կողմնակիցը չենք եղել, որտեղ դա մեր անձնական խնդիրը չի, դա մեր ժողովրդի խնդիրն է։ Եվ դա կարող է շատ երկար ժամանակահատվածում մեր ժողովրդին բերել կամ բարեկեցության ու լավ ապագայի, կամ էլ ուղղակի կործանել, ոչնչացնել։ Սա է ամբողջ խնդիրը։ Ես շնորհակալ եմ այս հնարավորության եւ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի եւ այս հնարավորությունը ձեռնելու համար։ Զրուցում էի Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հաջողություն։